Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես նոր բացահայտումներ մարտի 1-ի գործով խորհրդարանում գործի մասին մի էդ վճռից հետո հանրային քննարկում էր։ Ներկային գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի ու հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները, մարդու իրավունքների պաշտպանը։ Ընդդիմադիրները քննարկմանը չեն մասնակցել, հնչել են ելույթներ, մանրամասներ են ներկայացվել գործի բացահայտումներից, ապա ներկաները հարցեր են ուղղել։ Մարտի 1-ի գործի վերաբացման նպատակը ոչ թե քաղաքական հաշիվներ մաքրելն է, այլ արդարություն իրականացնող մարմինների նկատմամբ ժողովրդի վստահության ձևավորումն ու արդարադատության վերականգնումը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրապարակեց Ֆարմանյանը եւ այլ ընդդեմ Հայաստանի գործով առանցքային նշանակություն ունեցող վճիռ հաստատելով, որ 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ պետությունը ի թիվս այլնի խախտել է կոնվենցիոն կարևոր իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը, ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային բաղադրիչի մասով եւ փաստացիորեն պետությունն է պատասխանատու մի շարք զոհերի մահվան համար։ Մոտ 10 տարի հետո քրեական գործ է հարուցվել եւ մեղադրանքներ են ներկայացվել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին։ Իշխանությունները չեն կատարել արդյունավետ քննություն դիմորդների հարազատների մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ։ Հասարակության լայն շերտերի համար մարտի 1-ի գործը վաղուց բացահայտված է։ Սակայն ՆԻԵԴ-ի վերոնշյալ եզրահանգումը պետք է ազդակ լինի դատական իշխանության եւ ընդհանրապես իրավական համակարգի համար անելու անհրաժեշտ հետևությունները եւ գնահատման ենթարկելով Ֆարմանյանը եւ այլ ընդդեմ Հայաստանի գործով առանցքային նշանակություն ունեցող վճիռը վերջնական եւ միանշանակ իրավական գնահատական տալու մարդու իրավունքների մարտի 1-ի իրադարձությունների համար հիմնական պատասխանատվություն կրող անձանց գործողություններին։ Միայն այս վճռի լույսի ներքո է, որ մարտի 1-ի գործը ձեռք բերեց իրավական եւ բարոյական իմաստ։ Կայացած վճիռը իրավականորեն հիմնավորում է այն, ինչ բոլորս գիտենք քաղաքականապես, նախկին ռեժիմը պարտվել է, ձախողվել է։ Հետևաբար թեկուզ տարիներ անց արդարադատությունը անխուսափելի է։ Մարտի 1-ի գործը պետք է դառնա անպատժելիության վերջին մշակույթի վերջին հանգրվանը։ Դատարանը նաև արձանագրվել է, որ քննության հիմնականում ուղղված է եղել քաղաքական ընդդիմության նկատմամբ քերական հետապնդմանը, այլ ոչ թե ոստիկանության գործողությունների գնահատմանը, ինչը ստեղծել է քաղաքական կողմնակալության տպավորություն։ Մի շարք ոստիկաններ ներգրավված են եղել ամենակարևոր ապացույցների ձեռքբերման մեջ, օրինակ բալիստիկ եզրակացությունների կազմանը, ինչը ևս ավելի է նվազեցնել քննության անկախության երաշխիքները։ Այս մասով հարկ է նշել, որ քերական վարույթով հանրային քերական հետապնդում է իրականացում նաև դատաձգաբանական փորձակնություն իրականացած փորձագետ Հովհաննիսյանի նկատմամբ, ով մեղադրվում է 2003 թվականի ապրիլ 18-ին ընդունված քերական օրենսգրքի 38-349 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, քանի որ քննությամբ հիմնավորվել է, որ նա որպես փորձագետ օժանդակել է ապացույցներ կեղծելու գործընթացին։ Մեղադրյալ Հովհաննիսյանի գտնվելու վայրը չի պարզվել եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Դատարանը որոշմամբ նշել է նաև, որ լուրջ փորձեր չեն եղել բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ AK-74 ինքնաձիգեր եւ մակարով ատրճանակներ օգտագործող ոստիկանական ուժերին նույնականացնելու եւ հարցաքննելու համար։ Ոչ մի պատշաճ քայլ չի ձեռնարկվել 3 զոհերի մարմիններից հանված փամփուշտները դրանք արձակած զենքերի հետ համադրելու համար կամ թե ինչ է պատահել նրանց, ովքեր սպանվել են չվերականգնված փամփուշտներից կամ անհայտ առարկայից։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ քերական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քերական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի առանձին անդամներ եւ ոստիկանության պաշտոնատար անձինք փոխել են դեպքի վայրի զինությամբ հայտնաբերված եւ փորձակնության օբյեկտ հանդիսացող կրակված պարկուշները, ինչպես նաև կազմել եւ քերական գործին գծել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքերը։ Ինչ մասշտաբյան մասնակցություն եղել ու արդյոք հավաստի այն տվյալները, որ Արցախից զորքեր են մտվել Երևան։ Շնորհակալություն։ Համեցեք։ Քերական վարույթով հիմնավորվել է, պատշաճ ապացույցներ ձեռք բերվել են, որ
բանակը մասնակցություն ունեցել է մարտի 1-յան իրադարձություններից, սակայն նախաքննության շահերից ելնելով թույլ տվեք չկոնկրետացնեմ, թե որտեղից որ զորամասից, բայց ամեն դեպքում այդ մասնակցությունը հիմնավորվել է եւ այդ ուղղությամբ քննություն է կատարվում։ Շնորհակալություն։ Քննչական կոմիտեում, երբ որ մենք ծանոթացանք մեղադրանքի բովանդակություններին, ապացույցներին եւ այլն, օրինակ հարց ծագեց, օրինակ, չգիտեմ, 2008 թվականի այդ ընտրությունների հետ կապված, թե արդյոք այդ ընտրությունների արդյունքները ի վերջո կեղծվել էին, թե չէին կեղծվել եւ այլն, օրինակ եմ ասում, էլի, ասենք մեղադրանքի մեջ կարմիր թելով անցնում էր, որ հանրությունը դրանից որոշակի դժգոհություններ, դժգոհ էր արդյունքներից եւ հենց նպատակը այդ էր, որպեսզի ըստ էության ի ձայնը լսելի դարձներ։ Եվ մենք հասանք նրան, որ զուտ փաստաթղթային կարգով հաստատեցինք, օրինակ, որ ըստ մեր գնահատմամբ վկայում է ընտրակեղծիքների մասին։ Եվ վարույթ նախաձեռնեցինք հիմա, բայց նաև մյուս ուղղություններով քննչական կոմիտեն աշխատում է, դուք անհոգ եղեք, նաև քննչական կոմիտեն, ես նշեցի, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասով, սպանությունների մասով եւ այլն համապատասխան վարույթային եւ ապացուցողական գործողություններ կատարելու է եւ այդ հաշվի առնելով այդ վարույթային գործողությունների ըստ էության նշանակությունը արդեն քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի հաշվի առնելով իր լիազորությունների շրջանակում, թե օրինակ ինչ միջնորդություններ ներկայացվի, որոնք նախատեսված են օրենքով։ Շնորհակալ եմ։ Մարտի 1-ի գործը չի կարող մտած լինել փակուղի, հարցնչեց առաջին զեկուցողին, որովհետև եւ Եվրոպական դատարանի վճռում է դա արձանագրված եւ արդեն գլխավոր դատախազի կողմից վերացված որոշմամբ եւ դատախազության կողմից տրված հանձնարարությամբ է արձանագրված, որ քննության ուղղությունը պետք է այլևս տարվի հակառակից, այսինքն այն պաշտոնատար անձանցից, ովքեր տվել են նման հանձնարարություններ կատարելու հրամաններ եւ հետո նոր միայն արդեն անդրադառնան կատարողներին, որպեսզի նաեւ հնարավոր լինի ամբողջ ծավալը քննության ապահովել։ Սամվել Կարապետյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ, որոշումը հրապարակվել է առավոտյան։ Հիշեցնեմ, հակակոռուպցիոն դատարանում 3 ընթանում էր գործարար Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Հոկտեմբերի 13-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել են քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափի փողերի լվացումը։ Դատարաններում այնինչ տեղի է ունենում, դատարաններում այնինչ խոսում ենք, դատարաններում այն իրավական դիրքորոշումները, որ ներկայացնում ենք, այսքան մարդիկ գալիս են աջակցելու, դուք բոլորդ այսքան ժամանակ նվիրում եք այդ ամենը լուսաբանելու, ես իսկապես ինձ մոտ հարց է առաջանում, այս ամենը ինչի համար է արվում։ Եթե կարող է պարզապես Հայկական ժամանակ օրաթերթը երեկվա դրությամբ ժամը 18:30 ամբողջ ելքը կանխորոշի, այսինքն այդքան խրթին իրավական հարցերի, բայց մյուս կողմից այդքան պրիմիտիվ անհիմն միջնորդության պայմաններում Հայկական ժամանակը ամբողջը ասի, որ կալանքը պետք է երկարաձգվի, իդեպ զարմանալիորեն նյութի տրամաբանությունը փաստացի 2 ամսվա երկարաձգման մասին էր, ու այդ նյութը ժամը 23:00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի, դատական նիստի ժամանակ ես եւ գործընկերներս բարձրաձայն ենք այդ նյութի մասին, դատավորը արտահայտի իր վրթովմունքը, որ իբր ում տեղն ենք դրել իրեն, ինքը ոնց թե պետքա լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվի, 100-ից 100 կանխատեսումը կատարեց։ Ինչպես 2025 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիորեն կանխորոշեց իրավապահների գործողությունը, այս դեպքում էլ Հայկական ժամանակ օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը, դատարանի որոշումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ 2 ամիս կալանքը, միջնորդությունը կալանքը երկարաձգելու վերաբերյալ բավարարել, երբ դրանից 1 ամիս առաջ ասվում էր, որ 1 ամսով է երկարաձգվում կալանքը։ Սա պարզապես անլրջություն է ուղղակի։ Կներեք մի բան էլ ասեմ։ Երեկվա դրությամբ մենք ականատես եղանք, որ հեծի լիցենզիան ակնհայտ ապօրինի կերպով դադարեցվեց։ ՀՑԿՀ համապատասխան որոշման մեջ ինչ է ձևակերպվում։ Ասվում է, որ 3 ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն։ 3 ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանակցեն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են ի վերջո պատանդ պահում մարդու։
Սա ինչ վարքագիծ է, այսինքն եթե գործընկերներ շատ հստակ ասեմ եւ ներողություն խնդրեմ ձեզանից։ Եթե մենք խոսում ենք իրավական process-ի մասին, այստեղ իրավական process չկա։ Այստեղ առաջին իսկ օրվանից իրավական process-ի նշույլ չկա։ Մենք ամեն անգամ պարզապես ելնելով նրանից, որ սա ի վերջո դատարան է կոչվում, այստեղ կա դատարանի շենք, բայց այստեղ բովանդակությունը արդարադատության կանխորոշվում է հայկական ժամանակի նյութով։ Իդեպ ես հաջորդ նիստից առաջ երևի թե խնդրելու եմ, որ գործընկերները կապ հաստատեն, փորձեն հասկանալ ինչ հրապարակում է լինելու, մենք էլ ըստ դրա մեր գործողությունները որոշենք, որովհետև իդեպ նույն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չկար, արդեն իսկ իշխանական լրատվամիջոցները ասում էին, որ զրկելու են լիցենզիայից։ Գործընկերները այդքան օր, այդքան ժամ ներկայացրեցին բովանդակային հակափաստարկներ։ Ինչ եղավ։ Եթե ձեզ հետաքրքիր է հիմքը, հիմք գոյություն չունի, հիմք չի կարող լինել։ Եթե ձեզ հետաքրքիր է արդյոք դատարանը տվել է համապատասխան որոշում, ոչ չի տվել։ Միաժամանակ ունենալ այն իրավիճակը, որը կար, Վճռաբեկ դատարանի որոշում, Վերաքննիչ քրեական դատարանի որոշում, միակ ձևակերպումը, որ օգտագործվեց դատարանի կողմից, որ քանի որ իրավիճակը իրավական առումով խրթին է դատարանի համար, դրա համար ինքը թող 2 ամիսը տա, դրանից հետո, որ Վճռաբեկի եւ Վերաքննիչ դատարանների իրար փաստացի հակասող որոշումներ կան։ Ունենք հստակ մի հանգամանք իրավական process-ում, եթե փողերի լվացման դրվագով հիմնավոր կասկածը չհիմնավոր էր, ինչին եկել էր օգնության Վճռաբեկ դատարանի որոշումը, ապա կարող միանշանակ կարող։ Իսկ ինչ նշեց իմ գործընկերը, որ դեռևս 3 ժամը 18:30-ի դրությամբ արդեն իսկ լրատվական ցանցերում մասնավորապես ժամանակ օրաթերթը գրել էր, որ խափանման միջոցը հայկական ժամանակ ներողություն գրել էր, որ երկարացվել է, ապա պետք է նշեմ, որ այո, դրա մասին մեր անհանգստությունը արտահայտել ենք նաև դատական նիստում, արդեն ժամը 11:00-ին դատարանին բարձրաձայնել ենք, դատարանը վրդովվել է, որ մենք նման իրականություն ենք լրատվական միջոցներից իրականություն չէ, ճակերտավոր իրականություն ենք բարձրաձայնել, ասելով, որ նշվածը ինչ կապ ունի ինձ հետ, տեսանք, թե ինչքանով կապ ուներ։ Կներեք, Ժողովուրդ ջան, ձեզանից էլ եմ ներողություն խնդրում, ձեզանից էլ եմ ներողություն խնդրում, բայց ես ավելի քան սրիկայություն է, ուրիշ կերպ ավելի ցենզով չեմ կարող արտահայտվել, այս նողկալի գործողություններ ա ուղղակի, ես իրենց ասում եմ, որ հեշտ չեն մարսելու, պայքարելու ենք մեր ձևով ու հաղթելու ենք մեր ձևով, ու Հայաստանի Հանրապետությունը ունենալու անենց ղեկավար, անենց իրավական համակարգ, ընկերներ տնտեսություն, որ բոլորը երազելու են։ Վարչապետը Facebook-յան տեսաուղերձում անդրադարձել է վաղաշաբաթի ընտրություններին եւ նշել, թե ինչով էր պայմանավորված քաղաքացիական պայմանագրի հաղթանակը։ Հիմա շատ քննարկվում է, թե ինչու քաղաքացիական պայմանագիրը հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց վաղաշաբաթի ընտրություններում։ Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ, որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ քաղաքացիական պայմանագիրը կյանքի մասին եւ մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը, մարդիկ պարզապես ընտրում են կյանքը եւ իմ համեստ կարծիքով այդպես լինելու է նաեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, որովհետեւ մենք դաժան փորձությունների միջով իրար հետ անցնելով ի վերջո ապոկալիպսիսը թողել ենք անցյալում եւ այսօր ու առջևում միայն կյանքն է։ Իսկ հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը հայտարարել է, որ աշխատանքները շարունակելու են, մանդատներն անպայման վերցնելու են, քանի որ իրենց ձայն տված 10,000 մարդկանց ձայնը համայնքապետարանում պետք է ներկայացված լինի։ Թիմի անդամները պետք է ակտիվ աշխատեն, որպեսզի ապացուցեն, որ իրենց թիմն էր ամենալավը պատկերացնում վաղաշաբաթ համայնքի ապագան, քան այն թիմը, որն այսօր հենվելու է համայնքային իշխանությանը, հասուլիսում նշել է Խաչատրյանը։ Դաշինքի առաջնորդը նաև պատասխանել է ճնշումների վերաբերյալ լրագրողների հարցին։ Դեռևս ինձ հետ կապված ոչ մի աճ չկա, ես ոչ միտեղ չեմ հրավիրվել հարցաքննության, մեր տանն, ես էլ մամուլով ծանոթացա, մեր տունը խուզարկություն տեղի չի ունեցել, այսինքն ես ինքս ներգրաված չեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, այո, որ քրեական գործ է հարուցված, 5 անձ են, 5-ից մոտ երևի 3-ին ես ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ այդ մարդկանց հետ չեմ եղել։ Ինչ-որ մեր ընտրողներից են, վաղաշաբաթցիներ են,
փորձում են ինչ-որ քրեական գործերի միջոցով, երևի թե մարդ են ման գալիս, ով ինչ-որ սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված, չեն կարող գտնել եւ չեն կարողանալու գտնել, որովհետեւ նման բան չկա։ Մեր թիմի ավականու ցուցակից Դավթյան Արմենի, Գևորգյան Կարենի, Գևորգյան Տիգրանի տներն են խոզարկություն իրականացնել, ելի մի քանի հոգու, որոնց ասում եմ, ես ինքս չգիտեմ, շփման մեջ չեմ եղել իրենց հետ, միգուցե իրենք մեր համակիրներն են եղել եւ ձայնը տվել են հաղթանակ դաշինքին։ Քրեական գործերը հարուցված են, հարցաքննություն եղել է, այո, ստորագրությամբ բաց են թողել բոլոր անդամներին, ձերբակալված անձ չկա, հետագան արդեն ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, եթե մենք հաղթանակ տանեինք, ինձ թվում է մենք ամբողջ թիմով լինելու ենք կալանավայրերում, ամբողջ թիմով լինելու ենք բանտերում, այս մարդիկ չեն կարողանում համակերպվել նաև այն մտքին, չնայած նրան, որ իրենք միազնյա իշխանություններ ունենալու վաղար շաբաթում չեն կարողանում համակերպվել, որ կա թիմ, կան մարդիկ, ովքեր 10,000 ձայն են ստացել վաղար շաբաթ խոշորացված համայնքում։ Իրենք իրենց հաշվարկներում նայում են մոտ 5 ամիս, 6 ամիս հետո լինելու ազգային ժողովի ընտրություններ, փորձում են իրենց սև գործը կատարել, մեր թիմին շարունակել սևացնել, այն ամեն ինչի, ինչ որ ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին իրենց մոտ դա չստացվեց։ Ավականու նիստահարթ չի անցել, զեկուցվող էր մեկ հարց՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին։ Քաղաքապետը հայտարարել է, որ այս կենտրոնը պետք է լուծումներ գտնի օրեցօր ավելացող մեքենաների ու խցանումների խնդրի վերաբերյալ։ Հնչել են սուր ելույթներ ու մեղադրանքներ։ Ես վստահ եմ, որ մենք վաղը մյուս օրը նաև այս հիմնարկի աշխատանքի եւ վերլուծությունների արդյունքում գալու ենք եւ այստեղ ներկայացնելու ենք որոշակի սահմանափակման տրամաբանություն, նաեւ հանրային տրանսպորտի զարգացմանը զուգահեռ։ Եվ այստեղ այս ամբիոնի մոտ այստեղ շորեր են ճղվելու, մազեր են պրճոկվելու, էտա լինելու, բայց ամեն դեպքում մենք ավտոմեքենաների քանակը ավելանում է եւ մենք այլ ընտրանք չունենք, քան վերլուծությունների հիմքով իհարկե գալ ինչ-որ լուծումների։ Ռեֆորմները արել եք։ Ես էլ կարծում եմ դուք էլ ընդունում եք, որ այդ ռեֆորմների մեջ մեծ խնդիրներ կա։ Արդյոք նորմալ չէր լինի մի հատ աշխատանք իրականացնել, հասկանալ խնդիրները որտեղ են, վատ աշխատողներին հեռացնել, նոր հիմնարկ հիմնելու տեղը, մասնագետներ բերել, նստել աշխատել, հետազոտությունը անել, նոր փոփոխություններ անել, ժողովուրդ չի կարա, փողոցները նայեք, դուք ավտոբուսի գիծը դնում եք, մի շաբաթ հետո ջնջում եք, մարդիկ անընդհատ շփոթվում են քշելու։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, այս տեսակ աշխատանքներում նախ էլի խնդրում եմ, էլի եկեք մաքսիմալ պրիմիտիվի մակարդակի չտանենք, էլի ամեն ինչ, որովհետև այն որ ասում եք ինչ որ մարդկանց հեռացնեք, դրանով այդ վերլուծությունը չի հարստանա։ Հիմա վերլուծություն միշտ արվում, այսինքն այս Սարյանի փոփոխությունը, մյուս փոփոխությունները բոլոր արված են վերլուծության հիմքով։ Երբ որ այդ վերլուծությունները արվել են եւ առաջարկությունը եղել է, մասնավորապես նաեւ մեր Իլ-դե-Ֆրանսի գործընկերների կողմից է այս առաջարկությունը եղել։ Այսինքն այս բոլոր փոփոխությունները, որոնք դուք հիմա քննադատում եք, որ անընդհատ ասում եք միջազգային փորձագետներ, բան, այդ սաղ այդ միջազգային փորձագետներով բանով վերլուծած առաջարկություն է եղել։ Հիմա ձեր խնդիրը ո՞րն է։ Սարյանի անընդհատ երթևեկությունը ապահովված է, այո, ապահովված է։ Այս երրորդ գծով մի քիչ դանդաղ է, ոչինչ, թող երրորդ գծով մի քիչ դանդաղ լինի։ Ամեն դեպքում Սարյանով անընդհատ երթևեկությունը ապահովված է, այսինքն այնպես չի էլի, որ այնտեղ բանը ավտոմեքենաները միշտ կանգնած են։ Մեր քաղաքը համաշխարհային մակարդակի traffic engineer կարիք ունի։ Դուք ասեցիք, դուք չգիտեք դա ինչ է, առաջին հերթին։ Հետո ասեցիք մենք տրանսպորտի վարչության պետ ունենք։ Ու հասկացանք այդ մարդը Վազգեն Հարությունյանը, ձեր մասնագետը 20 թվականին հետի տպած հոդվածով քրեական գործի մեջով է անցնում 771 միլիոն դրամ հապշտակելու համար կարմիր գծերից, երբ ընդեղ ղեկավար աշխատում։ Այսինքն 2 միլիոն դոլար ուզեցիր հապշտակել, հետո 23 թվականին հետ կելի տպելա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 4 անշարժ գույքի բռնագանձում է դրել իր դեմ, որ 324 միլիոն դրամ կարժի, 140,000 ԱՄՆ դոլար բռնագանձման գործ կավրեն, 107 միլիոն դրամ էլի բռնագանձման գործ կավրեն։ Այս մարդը մեր տրանսպորտի վարչության պետն է այսքան ժամանակ։
Հետո մի օր վարչապետը գնում է հեծանիվա քշում, խցանում է լինում, ուզեմ հասկանամ, ինքնա ձեզ քաջալեր ես կենտրոն ստեղծեք, համաձայնեցեք վարչապետի հետ, թե ինքնուրույն որոշեք անիվ երկու ստեղծեք։ Ֆանտազիաները ձեր, չգիտեմ, կոմպլեքսները, չգիտեմ, որևէ մի բան, որը որ կապ չունի հարցի հետ, Ջորջ ջան, այդ թատերական ներկայացման համար կունենաք ելույթ եկեք ազատ, այս անգամ թողելու եմ, ինչ ուզում եք խոսացեք Ջորջ ջան, ազատ բանա, ամբիոնա, ով ինչ ուզում է թող խոսա, բայց եթե հարց են քննարկում, եկեք հարցին վերաբերող հարցեր տվեք։ Լինա Ղշյան Լավ, պարոն Զարուկյան, արձագանքով է, բանով է սպառեցիք ձեր, դուք հարցի վերաբերյալ հարց չեք տալիս։ Շատ փաստերով խոսացիք, որ պարոն Զարուկյան, սուտ եք ասում։ Պարոն Ավինյան, չեղավ, ես ձեզ գովում եմ, մանավանդ երեկվա ձեր լուքը, շատ սիրուն էիք նայվում, Փաշինյանի ցիլոյով գալստուկով ու ձեր ոթասներով։ Պարոն Ավինյան, մի հատ հարց տամ ձեզ, էլի։ Տեսեք, 40 միլիոն դրամից ավել պլանավորում եք գումար ծախսել։ Այն ֆորմատը, որ նստում քաղաքացիների հարցերին պատասխանում եք, ընդունեք խնդրանք, չասեմ հորդոր, ասեք այդ շրջանակում քաղաքացիներին, ինչ արդյունք եք ակնկալում դուք ստանաք, այսինքն դուք ծախսում եք քաղաքացու կողմից թանկ գույքարկի գումարը ու ինչ-որ մի ծառայություն եք, հանրային բարիք ուզում եք մատուցել քաղաքացիներին, դրա արդյունքը ինչ եք ուզում ստանալ։ Իսկ հիմա հարցս իմ, այդ ներկայացնելուց հետո կարող եք հիմնել, կոնկրետ հարցը ձերն է, Տիգրան Ավինյան եւ պարոն Ավինյան, ինչու է ձերը, նիստը վարողը դուք եք, փող ծախսողը դուք եք, համար մեկ պատասխանատուն ու մեղավորը կամ հերոսն էլ քաղաքի հետ կապված էլի դուք եք։ Հիմա ասեք, եթե տարվա վերջ ամփոփում ենք ու այդ արդյունքը չի լինում, դրա քաղաքական պատասխանատվություն կրողնով էր, որ այդքան գումարը ծախսվեց, այս պարագայում մսխվեց, եթե արդյունավետ եղավ, եկող տարի ժամանակ շնորհակալություն կասեմ, եւ մենակ այդ պատասխանատվություն կրողը չէ, էդի բերողը, ներկայացնողը, գործի քավորը ոնց է պատժվելու։ Ոնց է պատժվելու, երբ որ այդ 100,000 1 միլիոն դոլարից ավել փողը ծախսվելու է ու արդյունք չտա։ Պատասխանատվություն կրողնով է լինելու եւ ինչ ձևը արտահայտվելու։ Հստակ ասեք, պատասխանատվություն կրողը ինչպես է պատասխանատվություն կրելու։ Եթե լավ եղավ, անձամբ խոստանում եմ, ես իմ կողմից պարգևատրում բերեմ տամ այդ մարդուն։ Վատ եղավ, դուք ասեք ոնց եք պատժում։ 1 միլիոն դոլարից ավել փող եք պլանավորում ծախսել։ Շնորհակալություն, պատասխանեք մի հատ։ Պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Պարոն Մանկյան, ես ոնց որ այսօր առիթ ունեցա անդրադառնամ, որ առնվազն ես չեմ ակնկալում, որ ավակայինները փորձելու են կառավարեն ով իրենց հարցին պատասխանի։ Կարակ փորձեք, բայց անիմաստ է։ Պարոն Մանկյան, ես իրականում բովանդակային երևի մենակ մի բան ասեմ, էլի, այդ որ ասում եք կբերեմ կպարգևատրեմ, հանրային ծառայության մասին օրենք, բան տենց բաներ կա այս երկրում, որ տենց կարգավորում է, էլի, ինչքանով կարող է մի պաշտոնյա մյուսից վարձատրություն ընդունի, պարգև ընդունի եւ այլ, գոնե դրան ծանոթացեք, մնացածը հետո խոսանք, լավ։ Այդ արդյունքի մասին խոսենք, էլի պարոն Գրիգորյան, ինչ ենք ակնկալում։ Պարոն քաղաքապետ, ես ուղղակի տպավորություններ պարոն Մանուկյան դուրս է եկել, որովհետև առաջին հարցից դրանից եմ խոսում, եւս մեկ անգամ կրկնեմ։ Կոնկրետ 2026 թվականի համար պարոն Մանուկյան երկու պրոյեկտ է նախատեսվել ընդհանուր fleet management, traffic management գլխագրերով։ Դետալային, եթե ամբողջ, չգիտեմ, տեխնիկական բնութագիրը մանրամասն դետալները ես հիմա կարողանայի ներկայացնել, ես կենտրոնը չենք ստեղծի մասնագետ ներգրավեինք, որտեղ հիմա որ ասելու եք աչքաչափով է, եւ այլ, ընդհանուր անելիքը, քաղաքական խոստումը եւ պատասխանատվությունը, որի կրողն ենք մենք, որ հայտնի է, էլի, չգիտեմ, թե ասում եք մի հատ կոնկրետ ասեք, հայտնի է ով է կրողը, քաղաքական պատասխանատվության կրողը, քաղաքապետն է, քաղաքապետի տեղակալներն են, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք են։ Նենց եք ասում, ինչ որ ինտրիգ կա, ոչ մեկ չգիտի դրա մասին, դա է։ Շնորհակալություն։ Արձագանք։
Չգիտեմ, Սուրեն Աղինյան ասեմ սրանից հետո հարցս ուղիղ Տիգրան Աղինյանին էր հարցը։ Պարոն Մանուկյան, տեսեք, շոուն իհարկե ինչ որ մի չափով կարանք հանդուրժենք, բայց ուզում եմ հիշեցնել, պարոն Մանուկյան, ուզում եմ հիշեցնել ձեզ, որ նիստը վարողի իրավունքով նախ մեկ լռեք, նիստը վարողի իրավունքով ես ստիպված կլինեմ, տեսեք, հանդուրժում ենք, այս բանն էլ, սարքերի ձեր տեղադրումը, նիստի ընթացքում ձեր անընդհատ այդ ռուսերեն շատ լավ բառ կա, բուբնից, այդ բուբնիցը հանդուրժում ենք նիստի ընթացքում, ամեն ինչը հանդուրժում ենք, բայց մի հատ չափ կա, պարոն Մանուկյան, որ կարող էլ չհանդուրժենք, նկատողություն ստանաք, խոսքից զրկվեք, դահլիճից դուրս հրավիրվեք, խնդրում եմ մի ստիպեք էլի դա անել ձեզ հետ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Չինաստանը պատրաստ է բազմակողմ համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ երկու երկրների ղեկավարների հրահանգներին համապատասխան։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Լի Ցյանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ խորացնել համագործակցությունը ներդրումների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում։ Ողջունում է մեծ քանակությամբ բարձրորակ ռուսական գյուղատնտեսական մթերքի եւ սննդամթերքի մուտքը չինական շուկա։ Չինաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ռուսական կողմը ավելի շատ հնարավորություններ կտրամադրի Ռուսաստանում ներդրումներ կատարող եւ գործող չինական ձեռնարկություններին։ Ռուսաստանի Դաշնության վարչապետը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բարենպաստ գործարար միջավայր ստեղծել Ռուսաստանում ներդրումներ կատարող չինական ընկերությունների համար։ Հիշեցնենք, Լի Ցյանը Մոսկվայում է Շանհայի համագործակցության կազմակերպության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական երկրների այցերի շրջանակում գտնվում է Իսպանիայում, իսկ նոյեմբերի 19-ին նա կմեկնի Թուրքիա։ Այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։ Նա նաև նշել է, որ նոյեմբերի 19-ին հանդիպումներ են տեղի ունենալու Թուրքիայում։ Նոյեմբերի 17-ին Զելենսկին Փարիզում էր, նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մտադրությունների հուշագիր է ստորագրել, համաձայն որի Կիևը ձեռք կբերի շուրջ 100 կործանիչ, նոր սերնդի 8 սեմփթի նոր հակաօդային պաշտպանության համակարգ, ռադարային համակարգեր եւ անօդաչու թռչող սարքեր։ Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան կդառնա առաջին երկիրը, որտեղ կտեղակայվեն սեմփթի զենիթահրթիռային համակարգերը։ Համաձայնագիրը կիրագործվի 10 տարվա ընթացքում։ Իսկ նոյեմբերի 16-ին Վլադիմիր Զելենսկին Աթենքում մտադրությունների հուշագիր էր ստորագրել Հունաստանի վարչապետի հետ ձմռան ընթացքում բնական գազի մատակարարումների շուրջ։ Իսրայելը միջազգային քրեական դատարան միջնորդություն է ներկայացրել դատախազ Քարիմ Խանին Իսրայելի հետ կապված վարույթներից հեռացնելու եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի Խանի կողմից տրված ձերբակալման հրամանները չեղյալ համարելու վերաբերյալ։ Քարիմ Խանն այժմ գտնվում է վարչական արձակուրդում, քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում միջազգային քրեական դատարանի երկու նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով։ Ըստ Իսրայելի արտաքին գործերի նախարարության միջնորդությունը ներկայացվել է ի պատասխան այն տեղեկատվության, որ դատախազը գործել է անօրինական անձնական դրդապատճառներով, Իսրայելի դեմ կեղծ եւ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով։ Գերատեսչությունը նշում է, որ այդ գործողությունների նպատակն է եղել հանրության ուշադրությունը շեղել իր դեմ սեռական ոտնձգությունների լուրջ մեղադրանքներից։ Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ միջնորդությունը ոչ մի կերպ չի ազդում Իսրայելի մյուս պնդումների վրա, որ Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման հրամանները անբավեր են, այդ թվում միջազգային քրեական դատարանի իրավասության բացակայության պատճառով։ Միջազգային քրեական դատարանը 2024 թվականի նոյեմբերի 24-ին Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման հրաման էր տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների կասկածանքով։
Լեհաստանի վրա զինված հարձակում է նախապատրաստվում, հայտարարել է Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Վիեսլավ Կուկուլան։ Թշնամին սկսել է պատրաստվել պատերազմի, ստեղծվում են պայմաններ, որոնք նպաստում են Լեհաստանի տարածքում հնարավոր ագրեսիայի, նշել է գեներալը։ Նրա խոսքով թշնամին փորձում է խաթարել լեհ բնակչության վստահությունը կառավարության, ինչպես նաև զինված ուժերի եւ ոստիկանության նկատմամբ։ Կուկուլան ընդգծել է, որ այժմ ամեն ինչ կախված է երկրի դիրքորոշումից, նրանից, թե արդյոք իշխանությունները կկարողանան զսպել թշնամուն, թե հակառակը մղել նրան ագրեսիայի։ Գեներալը չի մանրամասնել, թե որ թշնամու մասին է խոսքը։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Դեբլին-Վարշավա երկաթուղու վնասը, որը տանում է դեպի Ուկրաինա, անվանել էր դիվերսիա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Գազայում խաղաղության ամերիկյան ծրագրին աջակցող բանաձև է ընդունել։ Փաստաթուղթը կոչ է անում ստեղծել կայունացնող միջազգային ուժեր, որոնք կապահովեն Գազայի անվտանգությունը, թե որ երկրներն են ներգրավվելու նախաձեռնությանը չի նշվում։ Անվտանգության խորհրդի անդամները նաև ողջունել են Միացյալ Նահանգների նախագահի վերահսկողության ներքո անցումային վարչակազմ ստեղծելու գաղափարը։ Փաստացի այս բանաձևն ազդարարում է Գազայում խաղաղության ԱՄՆ նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։ Բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը։ Ռուսաստանը եւ Չինաստանը մնացել են ձեռնպահ։ ՄԱԿ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցչությունը անհասկանալի եւ ոչ միանշանակ է որակել բանաձևը, իսկ Համասը քննադատել է անվտանգության խորհրդի բանաձևը, պնդելով, որ այն չի հարգում պաղեստինցի ժողովրդի իրավունքներն ու պահանջները։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք, մանրամասները տեսանյութում։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Հովունի գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զինամթերք։ Նոյեմբերի 13-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նա հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվեց F1 տեսակի նռնակ պայթուցիչով, սվին դանակ եւ ինքնաձիգի 19 փամփուշտ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Պրեմիերա Uplay-ի բաժանորդների համար այսօրվանից մեկնարկել է 13 վայրկյան դետեկտիվ կատակերգությունը, մանրամասները տեսանյութում։ Ucom-ն ու Armflix-ը ներկայացնում են պրեմիերա 13 վայրկյան զվարճալի հետաքրքիր ու արկածային դետեկտիվ կատակերգություն միայն Uplay-ի բաժանորդների համար։ Ծիծաղ, լավ դրամատրություն եւ անկրկնելի դերասանական խաղ։ 16 սերիայից բաղկացած կատակերգության գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլաղչյանն է, գեղարվեստական ղեկավարն ու պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանը, ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է։ Գլխավոր հերոսները սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանն ու Լիանա Վանոյանն են։ Այս նախագիծը տարբերվում է հայկական շուկայի մյուս կատակերգություններից նրանով, որ ինքը ոչ թե հեռուստատեսային ամերիկյան սիթքոմի կանոնների նախագիծ է, այլ ինքը եվրոպական իրադարձությունների կոմեդիա է։ Ես միշտ ուզում եմ, որ մեր հեռուստադիտողը այդ տարբերությունը հասկանա ու հիմա լավ առիթ է, որ այդ տարբերության մասին երկու բառ ասեմ, գոյություն ունեն հեռուստատեսային սերիալներ եւ բազմասերիանոց ֆիլմեր։ Մենք շատ հաճախ այդ երկու հասկացությունները իրար հետ խառնում ենք ու հիմա շատ կարևոր է հենց այս նախագծի հետ կապված այդ շեշտել, որ ինքը հեռուստատեսային սերիալ չի, ինքը բազմասերիանոց ֆիլմ է եւ իր տեխնիկական եւ դրամատուրգիական եւ բովանդակային այդ ամեն ինչով եւ վիզուալ ամենավերջում, երբ որ հեռուստադիտողը կամ դիտողը տեսնելու է կադրը, ինքը բազմասերիանոց ֆիլմ է։ Ամենակարևոր բանը մեր շուկան, սերիալների շուկան սկսում է փոխվել ու առաջինը բացի կադրի որակ եւ այլն, ամեն առաջինը, որ էպիզոդիկ տեսարաններում նկարահանվում են բացառապես դերասաններ։
չկան մարդիկ պատահական, ովքեր որ գալի ուղղակի տեքստ են ասում, բոլորը դերասաններ են ու հեռուստադիտողը, հանդիսատեսը իրեն շատ ծանոթ դեմքերի կտեսնի, բացի Մկոյից ու Լիանայից, շատ անակնկալներ կտեսնի։ Լիանա Վանոյանը մարմնավորում է քննիչ Մոնիկայի կերպարը։ Նա իր գործընկեր Սերոփի հետ արդեն երկար ժամանակ աշխատում է թմրանյութերի ամենամեծ ներմուծողին բացահայտելու ուղղությամբ։ Սակայն Մոնիկայի ու Սերոփի բոլոր ջանքերը կարծես թե ապարդյուն են։ Նրանց բազմաթիվ փորձերը ձախողվել են ու Մոնիկան հուսահատության եզրին է։ Սակայն Սերոփի հերթական հեռախոսազանգը փոխում է ամեն ինչ։ Սերոփը Մոնիկային տեղեկացնում է, որ ինքը շատ կարևոր բացահայտում է արել։ Մոնիկայի մոտ շտապելու ժամանակ Սերոփը վթարի է ենթարկվում ու հայտնվում կոմայի մեջ։ Չնայած ոստիկանությունը վստահ է Սերոփի վթարը դժբախտ պատահար է, Մոնիկան համոզված է։ Սերոփին փորձել են վերացնել։ Հասկանալով, որ միայնակ դժվար թե կարողանա գործը գլուխ բերել, Մոնիկան դիմում է Մայիսի օգնությանը։ Կատակերգությունում Մայիսին մարմնավորում է սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը։ Մայիսը նախկին սպա է, համակարգի լավագույն կրիմինալիստներից մեկը, սակայն առողջական խնդիրներով պայմանավորված նա դուրս է եկել համակարգից։ Մայիսը հատուկ գործողություններից մեկի ժամանակ կոնտուզիա է ստացել, ինչի հետևանքով երբեմն կարծես կորցնում է իրականության զգացումը, ու դա տևում է ընդամենը 13 վայրկյան։ Այդ պահին Մայիսը մեկ մոռանում է ամեն ինչ, մեկ ընկնում այլ իրականություն։ Նրա աչքին անցորդները կարող են երևալ որպես նախկին հանցագործներ, երբեմն Մայիսը ոչ ոքի չի ճանաչում։ Մայիսն ու Մոնիկան սկսում են գործի քննությունն ու շատ արագ համոզվում, որ իրոք Մոնիկայի գործընկերոջ հետ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ։ Այժմ նրանք երկու խնդիր ունեն՝ մի կողմից ապահովել գործընկերոջ անվտանգությունը հիվանդանոցում, մյուս կողմից բացահայտել մեղավորներին։ Սակայն ամեն բան գնալով ավելի բարդ ու վտանգավոր է դառնում։ Աստիճանաբար բացահայտելով գործի մանրամասները, Մայիսի համար պարզ է, հանցագործության հետևում կանգնած է քաղաքի ամենախոշոր կրիմինալ խմբերից մեկի ղեկավարը։ Ի վերջո, Մայիսին հաջողվում է բացահայտել թե գլխավոր չարագործին, թե նրա հետ գործակցող ոստիկանության պաշտոնյային, նրանց ուղարկելով ճաղերից այն կողմ։ Սակայն այս ամենը տեղի է ունենում ծիծաղաշարժ ու զավեշտալի պատմությունների արդյունքում։ Բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք 13 վայրկյանից եւ ոչ մի վայրկյան։ Դիտեք Uplay AM-ում։ Uplay-ն ու Anflix-ը ներկայացնում են զվարճալի, հետաքրքիր, արկածային, միայն Uplay-ի բաժանորդների համար։ Նոյեմբերի 18-ից մեկնարկում է 13 վայրկյան դետեկտիվ կատակերգությունը։ Բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք 13 վայրկյանից եւ ոչ մի վայրկյան։ Վաղը եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4-ն։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հաջողություն։